user generated content-ն է, որը այս պահին կարծում եմ ամենաարդյունավետն է։ Շատ դեպքերում մարդիկ գնում էին գեղեցկության սրահ, որպեսզի կիսվեին հոգսերով։ Երբ որ դու չունես ստաբիլ ֆիքսված ինչ-որ մեծ մարժայի չափով խնդիր, քեզ ավելի հեշտ է դիմակայել շուկայում։ Եկանք բայցին։ Բայց ես դեմ չեմ բզբզ հարց քաշեմ։ Եկեք փորձենք։ Դա սկզբունք, որ լինես արդար։ Օրինակ ձեզ դուր կգա, որ ձեզ մի բան թույլ չտան, ձեր գոլեգային թույլ տան։ Դե ամեն ինչն անարդար, թող էս էլ անարդար լինի։ Ողջույն, ես Նարեկն Ալեքսանյան եւ Մեկ մեդիայի եթերում շարունակում ենք բիզնեսմեն թե բզբզմեն հաղորդաշարը եւ այսօր մեր հյուրն է Էլենա, Էլեն ջան, ողջույն։ Ողջույն։ Էլեն Ասլանյանը Beauty Campus սրահի հիմնադիր տնօրենն է։ Էլեն ջան, ինչպես պայմանավորվեցինք նկարանումից առաջ, շփվելու ենք դույով, որպեսզի մեր քննարկումը ել ավելի ամիջական լինի եւ նաեւ հիշեցնեմ, որ մեր թիմի կողմից ունենք պատրաստված հարցաշար պատասխանների տեսքով ու ամեն ինչ արված է, որպեսզի դու սխալվես, այդտեղ մենք փոքրիկ ուրախանում ենք, որովհետև հնարավորություն ենք ունենում բզբզ հարցերի, ու վազելով մի քիչ առաջ ասեմ, որ հաղորդման ավարտին նաև բզբզ հարցի, սեփական բզբզ հարցի հնարավորությունը կունենա նաև Էլենա, կթողնի մեր արդեն հաջորդ մեր հյուրերին, այնպես որ սա այտենց ոնց ասում եմ, մի քիչ փոքրիկ արդարության տեղեկ է, տանջվում ես, հետո ուղղակի մնացածին ես տանջում։ Մի հատ էլ դու ես տանջում։ Հա, այնպես որ այսուհետև մեր համագործակցությունը երկար է լինելու, այսինքն միշտ հիշելու ենք, ինչ-որ մեկը քաշի այդ հարցը եւ կանդրադառնա, բայց միշտ մեկնարկը ու քննարկումը, եթե ինչ-որ հետաքրքիր նորություններ, ակցիաներ կամ ինչ-որ մի բան ունեք, կուզենաք կիսվեք մեծ հաճույքով։ Նորություններից, որ մարզասրահ ենք շուտով բացելու, երկրորդ հարկում սալոնի, մնացած արդեն ընթացքում քննարկենք։ Համը նորությունները կհիշենք ինչ ունենք։ Այտենց հանգիստ ասեցինք, լավ, օքեյ։ Այտենց մի քիչ իհարկե հետո կբացեք այդ փակագծերը, հա, որովհետև տրամաբանական մասշտաբացման ուղին չէր, եթե դες մտածում ես էլի, որ գրեթե ոչ բոլոր գեղեցկության սրահները հասունանում են եւ մարզասրահ են բացում։ Ինչու եք այդպես մտածել, հետո կասեք, այն որ ասում մնացածները արդեն կքննարկենք։ Դե անցնենք առաջի հարցին։ Անցնենք։ Շատ լավ։ Գունաբացումով երանգավորման մոտ քանի աշխատանք են 2025 թվականին իրականացրել ձեր սրահի վարսահարդարները։ 2025 թվական գունաբացումով երանգավորման, ասեմ ինչ ես նույնիսկ ծառայության անուններն եմ առաջի անգամ տենում, երբ այդ նորմալ դրա համար մի քիչ դժվարությամբ եմ կարդում, նաև ինձ են էլի տենց մեր թիմը տենց բզբզում։ Ես բացատրեմ այդ ինչ է, երբ որ մազեր, չէ, ես բացատրեմ ինչ ծառայություն է դա, երբ որ մազերը մի գույնից դարձնում են մի քանի գույն, այսինքն գունաբացման, որ այդ գույնը ստանան, ու որ դուք պատկերացնեք մի տարվա կտրվածքով, չգիտեմ, ասեք թվերը, մտածենք։ Ես հիմա ձև կթափեմ, հասկացա ինչի մասին է խոսքը, իհարկե, բայց ասում եմ մնացի նույն տեղում։ Okay. Ոչ իմ չհասկացա, բայց միգուցե ասում եմ գգա ժամանակները կհասկանանք, ուրեմն տարբերակներ ունենք 1200 եւ ավել, 1500 եւ ավել, 1800 եւ ավել եւ 2000 եւ ավել։ 2000 եւ ավել։ 2000 եւ ավել գունաբացում ենք իրականացրել, հա, երանգավորումներով։ Մեկ տարվա ընթացքում։ Մեկ տարվա ընթացքում 25 թվական։ Կարծում եմ, որ եւ սա սխալ է։ Սա ճիշտ պատասխանն էր։ Իհարկե, ասում ալը փորձեին։ Մոտավոր այդ տակտիկայով եմ պատասխանել, որտեղ ամենամեծ թիվն է ընտրելու, որը որ կա։ Ու գնում եք ասում եք փոխեք թվերը անցյալ տարվա, հա։ Քանի որ ճիշտ պատասխան ունենք, ամեն դեպքում հետաքրքիր է մի քիչ խոսենք ոլորտից, որովհետև թվում է թե ինչ կա էլի, այսինքն գեղեցկության սրահներ, շատ པարզ բիզնես մոդել, շատ པարզ ծառայություններ, ու ակնհայտ է, հա, ժամանակը բերում է իր փոփոխությունները, կարող է փոխված լինեն տեխնոլոգիաները, կարող է փոխված լինի գործիքակազմը, նյութերը եւ այլ, բայց բիզնես մոդելի տեսանկյունից, օրինակ Beauty Campus-ը, դա կարելի է անվանել նոր ոճի, հա, գեղեցկության սրահ, այսինքն որը որ նաեւ բիզնես մոդելով է տարբերվում։ Մոտեցումով։ Կարծում եմ, որ հա, նախ իմ համար բացելուց գլոբալ խնդիր էր, որ հաճախորդին տարբերություն չլինի, որ մասնագետի մոտ նստի։ Այսինքն, որպեսզի մեր մասնագետները ունենան հավասար level-ի սպասարկում, նույն ծառայությունները կարողանան իրականացնել հավասար, այսինքն երբ որ ինքը մի մասնագետ աշխատանքի չի եւ այլն, իր համար դա խնդիր չլինի։
Պատկերացնում եք ինչու՞մն է Ես խնդիրը։ մոտավոր պատկերացնում եմ, իհարկե sense ընկալում եմ։ Այս լսում եմ, բայց չեմ կարող ընկալեմ, որովհետև կապը կա էներգետիկ մասնագետի եւ հաճախորդի, բայց դու փորձում ես անես մաքսիմումը, որ որակը լինի, որ սրահը հավանի, որակը լինի հավասար իրանց մոտ, ու իրանց ես բացատրում, որ ձեզ է պետք, որ ձեր որակը լինի հավասար, ինչի որտեղ որ հաճախորդը ուզում է քո մոտ ու դու տեղ չունես, ինքը ուրիշ տեղ կգնա։ Իսկն քեզ է ձեռնտու, որ այդ մարդը գա ուրիշի մոտ, բայց տեղ։ Այսօր քո մոտ կնստի, վաղը ուրիշի, բայց ինքը գիտի, որ ստեղ այդ նույն սպասարկում ու որակը կստանա։ Պատկերացնում եք լոգիկան ոնց է գնում, որ դու լոգիկան ես ամբողջովին հասկանում եմ, բայց նույն վերապատրաստումներին դու գրեթե, հա, այդպես փոքրիկ է, որ ասում է, մի հատ բան կա, չի ասում է հեղափոխություն բաժակի մեջ, էլի։ Այսինքն դուք կարողացել եք, եթե աշխատում եք ու հաջողել եք, ուրեմն կարողացել եք հեղաշրջում անել մի ոլորտում, որը անհնար է, այսինքն հաճախորդը դա պետք է ընդունի, չէ՞։ Հա։ Հաճախորդին դա ոնց եք մատուցել։ Հաճախորդին բացատրեմ ոնց ես մատուցում։ Երբ որ ես վերցնում եմ մասնագետներին, ես չեմ վերցրել մասնագետներին իրանց կլիենտսկի բազայով։ Ես վերցրել եմ մասնագետ ու իրանք սովորել են այստեղ ընդունվելուց հետո հիմնականում։ Այսինքն մեծ մասը առավելությունները, նրբությունները այստեղ ընդունվելուց հետո ուղարկել մաստեր կլասերի եւ այլն ու բոլորին ուղարկել են նույն մաստեր կլասերին, այսինքն դու ունենում ես մոտավորապես նույն փորձառության աստիճանը։ Պատկերացնում եք։ Ու նաև խիստ եւի որակավորման ինչ-որ չափանիշներ դնել։ Չափանիշներ, որ իրանք բոլորը ունենան հավասար արդյունքներ։ Դասընթացին գնալը դա չի նշանակում դասընթացը ընդունել է, էլի։ Համաձայն եմ, բայց ինչ որ ստացվում է այդպես, չգիտեմ։ Այսինքն եթե դուք ոնց են ասում, ճանապարհը ապահովել եք, ապա պետք է մի հատ ելքի վրա ստուգում դնեք ու տեսնեք, հա։ Այսինքն դա ահռելի աշխատանք է ձեզանից պահանջում, ոչ թե ընդամենը պարզ լեզվով ասած աթոռներ տրամադրել վարձակալության եւ ինչ-որ տոկոսով աշխատել, այլ մշտապես հետևել իրանց մասնագիտական, հետադարձ կապ, այսինքն դուք ձեր հա, այդ ամբողջ գլխացավանքը վերցրել եք, այսինքն այն ինչ որ միշտ օթում կախված էր, բայց որոշեցիք այդ գլխացավը վերցնել ու հաճախորդը ընդունեց դա։ Ինձ թվում է մեր հաճախորդները կփաստեն, որ իրանք համաձայնվում են նստեն մեկը մյուսի մոտ, որտեղ իրանք տալիս են նույն արդյունքը, մեր մասնագետները։ Այսինքն ինչի հետևից որ ինքը գալիս է սրահ, ինքը դա ստանում է։ Անկախ նրանից ով կսպասարկի։ Նույն սպասարկման աստիճանը, նույն մազերի սանրվածքի որակը, այն ինչի հետևից գալիս է ինքը դա ստանում է։ Լավ, մի հատ էսպիսի ասма չի կարելի, մի հատ առնետային հարց տանք։ Այդ դեպքում բա հոգեբանական կտոր է, որովհետև շատ դեպքերում մարդիկ գնում էին գեղեցկության սրահ, որպեսզի մի քիչ կիսվեին հոգսերով, արդեն այդ մարդուն ճանաչում ես, ինքը քեզ պատմում է, բա չիմացար, աղջիկս է նշանվեց, մեկն ասում է, բա քերիս Ամերիկայից այս անգամ էլ օգնություն ուղարկեց 2 ծամոն, այսինքն նու մոտավոր ոնց է էլ այդ պատմությունը։ Նայեք, սրահը էսպիսին է, աթոռները իրար կողք են, երբ որ հաճախորդը գալիս ու կիսվում է, նույնիսկ եթե կիսվում է, հա, դա չանցնի սահմանները իհարկե, ինչ որ սահմաններ պահում ենք այդ կիսվելու չափի մեջ։ Մյուս մասնագետները նույնպես ներգրաված են լինում այդ խոսակցությանը։ Պատկերացնում եք, այսինքն ինքը ինչ որ community նման մի բան է դառնում։ Հա մեկը բոլորը որ մեկը բոլորը իրար հետ շփվում են այդ արդյունքում։ Այսինքն ինքը փակ սենյակ չի մի մասնագետ եւ մի հաճախորդ։ Այսինքն ինքը ընդհանուր սրահում է գտնվում։ Մենք սրահում նստենք շփվենք, դրանից հետո ես առանձին մեկին տեսնեմ, դուք էլ եք, չէ՞, մեկը ներկա եղել այդ խոսակցությանը ու երրորդ մարդն է։ Այսինքն կարևորը, այսինքն բացի մասնագիտական մոտեցման, նաև ուշադրություն եք դարձրել այդ միջավայրը։ Միջավայրը նաև եւս կախված չլինի մեկ անձից։ Մեկ անձից չի։ Ինքը միջավայրը կախված է բոլորից, բոլորը նույն վայրում են եւ շատ դժվար է լավ միջավայր ստեղծելը, լավ ստավ հավաքելու։ Ես շատ շնորհակալ եմ, որ ունենք շատ լավ ստավ, անկեղծ։ Ունեք HR մասնագետ թե ընտրում եմ ես։ Ինչ-որ հատուկ պարամետրներ ունես, պարամետրներ կխափեմ, եթե ասեմ, ընտրում եմ ըստ փորձառության, ընտրում եմ ըստ մարդկային որակների։ Ընտրում եմ միայն ըստ մարդկային որակների, այսինքն ես միգուցե շատերը չհամաձայնվեն, դա իմ անձնական սուբյեկտիվ կարծիքն է, ես Պիտի տամ այդ հարցը։ Օրինակ հարց, որ ուզում ես, որ այդ հարցի պատասխանը շատ կարևոր է մարդկային տեսակը բացահայտելու համար։ Օրինակ, պարզ է քննարկման արդյունքում մի քանի հարց տալի, բայց օրինակ որ հարցի պատասխանը հստակ զգում ես, որ IT արժեքային համակարգի մասին է, այդ հարց որ տաս, կարաս մի քիչ գոնե կարծիք ձևավորես։ Ինչ որ մի բան խախտվել է, այդ մասնագետում նոր ես վերցրել գործի, ինքը պատրաստ է ինչ որ կերպ դա շտկի։ Ինքը պատրաստ է իր վրա վերցնի պատասխանատվություն, ինչ որ կերպ դա շտկի։ Այսինքն դաժե երբ որ դա հարցի տեսքով եք տալիս։ Չէ, դա իրավիճակն է ցույց տալիս։ Երբ որ որպես կանդիդատ է գալիս, ինքը թեկնածու է։
Ինտուիտիվ։ Ես հասկանում եմ, որ մի քիչ դա տարօրինական նայվում, ես ընտրում եմ ինտուիտիվ։ Այսինքն, երբ որ ես այդ մարդուն առաջին հայացքից կամ բռնում եմ, կամ չի բռնում, չէ՞, կոմոդ, չգիտեմ, ինտուիտիվ կամ դու այդ մարդու հանդեպ հետաքրքիր փորձ կար, կիսվեմ, հա, տենց ռեստորանային ոլորտում բավականին, միջազգային էլի ցանցով աշխատող բավականին հայտնի կազմակերպություն, անունը չտանք, իրանց մոտ երբ որ ռեստորանի մենեջեր են փնտրում, հա, ասում այդ հարցազրույցին որ կանչում ենք, դիտավորյալ աթոռները մի քիչ ծորադրած որ տեսնի ինչ կանի։ Հայ ինքը գալիս է ինչ անում էլի, այսինքն ինքը դզում է, ինքը հարմարվում է, ամենածորնավեր որտեղ է նստում, հա, այսինքն ու դրանից արդեն հասկանում այդ մարդը հարմարվող է, փոխող է, այսինքն լուրջ դրան ուշադրություն են դարձնում, ու ասում է դա գրեթե մեր հարցազրույցի, հա, 30-40%-ն է, որովհետև գործողությունը ավելի շատ է ինձ բան ցույց տալիս, քան այդ մարդը որ կարող է ասել։ Facebook-յան այս խմբերից որն ունի ավելի մեծ թվով մասնակիցներ։ Ուրեմն Facebook-յան խմբեր կան տարբեր ոլորտի, հա, մոտավոր ձեր ոլորտի, հա, եւ որ խումբն ունի ավելի մեծ թվով մասնակիցներ։ Խմբերի անվանումներն եմ ասելու՝ մատնահարդարում եւ ոտնահարդարում, մատնահարդարում տանը, մաչելի մատնահարդարում Երևանում եւ անվճար մատնահարդարման մոդելներ։ 4 հատ խումբ։ Ենթադրում եմ անվճար մատնահարդարման մոդելներ։ Մտածում եք։ Ենթադրում եմ, ըստ փորձի, որ կարող է ուղղակի նամակներ ստանաս, դու չես փնտրել մոդել։ Քեզ բարև ձեզ մոդել անհրաժեշտ է։ Ենթադրում եմ։ Շատ լավ։ Պատասխանը անվճար մատնահարդարման պատասխանը դա։ Ես ամեն ինչ անում եի, որպեսզի մի քիչ ուրիշ կողմ գնայինք, բայց սա սխալ պատասխանն էր։ Ճիշտ պատասխանն է մատնահարդարում եւ ոտնահարդարում 43000 հետևորդ ունի, իսկ անվճար մատնահարդարման մոդելները 1600։ Շատ քիչ։ Բայց ասեմ սա երկրորդ հնարավոր քանակության պատասխանն էր։ Ստե մի քիչ կուզենանք քննարկենք, շատ դեպքերում բավականին ռիսկային է, այսօր կան բիզնեսներ, որտեղ տարածքի գործոնը ինքը բեռ է, բավականին լուրջ, եւ հաշվի առնելով մեր հայաստանյան իրականությունը, երբ որ անշարժ գույքը շատ դեպքերում ոչ արդարացված, մանավանդ կոմերցիոն գույքը բարձրացել է վարձակալության տեսանկյունից, հա, ու գրեթե կազմում է բիզնեսների մարժայի արդեն ավելին քան 40 քանի տոկոսը, որտեղ տրամաբանական էր, եթե դա տեղավորում էր 20-ից 30%-ի մեջ, բայց երբ որ արդեն թիվը մոտիկանում է 50-60%-ի, դա արդեն վտանգավոր թիվ է։ Ու շատ գայթակղիչ է, օգտագործելով այսօրվա թվային հարթակները, հա, գնալ on-line տարբերակների, ունենալ այդ տարբերակը, երբ որ պայմանական ոչ թե դու ես գնում beauty salon, այլ beauty salon-ն է գալիս քո մոտ, այդ քննարկվել եք այդ տարբերակը, դիտարկել եք, ո՞նց եք այդ տարբերակներին վերաբերվում, որտեղ է ռիսկերը, եթե ես մի քիչ ուրիշ կողմից պետք է մոտենամ ավտոմատ, ես տարածքը չեմ վարձակալում։ Իսկն եթե հետ գանք թե ոնց եմ բացել տարածքը, այդտեղ արդեն այդ մասը կքննարկենք, փակագծերը կբացեմ, տարածքը սեփական է, դրա համար այդ ռիսկերը չեմ քննարկել։ Նույնիսկ պատերազմ, կովիդ այդ շրջաններում ես շատ շնորհակալ եմ, որտեղ իմ ռիսկերը բավականին ցածր ա եղել։ Այսինքն լիքը բիզնեսներ անկախ իրանց կամքից ստիպված են եղել ժամանակավորապես փակել եւ այլն, ինչը չի եղել այն պատճառով, որ չգիտեմ, լավ չեն աշխատել կամ ինչ որ ման եղել է, ինչ որ կողմնակի հանգամանքներից, հասկանում ենք դա։ Շնորհակալ ենք այդ արդար, որտեղ շատ դեպքերում ասում մենք ճիշտ աշխատեցինք, դա մեր մոտ ստացվեց, իրականում ռիսկերն են։ Ռիսկերն են ցածր եղել, ես դրա համար շատ շնորհակալ եմ, այդ փաստա, այսինքն տարածքը սեփական է, ես չեմ ունեցել վարձակալության խնդիր, դու ավտոմատ մեծ հաշվով չունես մինուսի խնդիր։ Երբ որ դու չունես ստաբիլ ֆիքսված ինչ որ այդ մեծ մարժայի չափով խնդիր, քեզ ավելի հեշտ է դիմակայել շուկայում, միանշանակ։ Հեսա մի քիչ հետո դրա մասին եք խոսանք, բայց եկանք բայցին, բայցը սիրեցի։ Ես այդ մասը փակում եմ, այն ինչ որ դու չունես, գնելով ամենալավ նյութերը, գնելով ամեն ինչի ամենալավը հաճախորդների համար, այսինքն մենք ունենում ենք, չգիտեմ ինչքանով է տերմինները ճիշտ տեղ օգտագործել եւ այլն, որովհետեւ հնարավոր է դիտողները այդքան խորացած չեն, հա, տերմինների մեջ, այսինքն դու ունես կերաստասի շամպունյներ, դու ունես ամեն ինչի ամենալավը, որը որ փակում ես ինչի հաշվին, որ դու չես վարձակալում։ Այն գումարը, որը գնում էր վարձակալության, պետքա գնար։ Գնում է նրան, որ հաճախորդը սպասարկվի ամենալավ նյութերով, հաշվի առնելով նաև մրցակցային գին գաղափարը։ Հաշվի առնելով, հա, մրցակցային գին գաղափարը։ Տեսեք, շատ դեպքերում ինչ էս հարցը առաջ եկա, որտեվ համարվում է բիզնեսի, ուրեմն բիզնեսը տոնուսի մեջ պահելու
տեսանկյունից բավականին ճիշտ է, երբ որ պայմանական ինքնին ձեզ վարձով եք տալիս։ Եթե դաժե նույնիսկ եթե տարածքի սեփականատերը դուք եք, ինքները ձեզ վարձակալությամբ եք վերցնում, որպեսզի բիզնեսը տոնուսի մեջ լինի, որտեղ հակառակ դեպքում բիզնեսը կարա ընկնի ապահով դաշտ, ոչ միշտ է բիզնեսը գիտակցում այդ ավելցուկը եւ դնում հաճախորդի մոտ։ Դուք երբ որ դուք դրել եք արդեն շատ կարևոր գործ եք արել, որ այսինքն ես նես ուղղակի օգտվում եմ այդ առիթից, որ այդպես է, այդ հատվածը, ինչը որ էլի չեմ կարող մեղադրեմ ոչ մի բիզնեսի, ով տենց չի անում, այսինքն ինքը ունի ավելի կարևոր պրիորիտետ ծախսի, քան դա։ Ամեն մեկի ստրատեգիան տարբեր է։ Իսկ այդպես եմ փոխում։ Գնալով այդ երևույթը, որ գեղեցկության սրահը գալիս է քո մոտ, գործի վայրում, տանը այդ երևույթը Հայաստանում ինչպես զարգանում է, կա դուք դիտարկում եք, Էլի տեսնում եք։ սուբյեկտիվ է կարծիքը։ Ես կարծում եմ, որ մարդիկ միայն մատնահարդարման հետևից չեն գնում, գնում են էմոցիաների, միջավայրի, նույնիսկ այդտեղ սուրճ խմելու, կտրվելու առօրյայից դրա հետևից։ Այսինքն այն որ գա քո տուն, մտնի քո առօրյա, այդ չեղա որ դու կտրվեցիր քո առօրյայից, թեկուզ 1.5 ժամ։ Այդ իմ սուբյեկտիվ կարծիքն է, չեմ կարող բոլորի փոխարեն դա պատասխանել։ Մարդ կա ով ունի շատ խիտ գրաֆիկ ու միգուցե դա ավելի հարմար է։ Բայց շատ հետաքրքիր բան ասացիք, ես այդ ոլորտում իհարկե որ ասում եմ ամեն անգամ ես սիրում եմ մեր հաղորդաշարը միայն նրա համար, որ ամեն անգամ նոր բան սովորում ես։ Հա, մի բան վերցնում ես ոլորտի մասնագետներից, որտեղ ամեն մարդ իր ոլորտում ինքն է փորձագետը, ու մենք իրարից սովորելու լիքը բան ունենք։ Ինչ դեպք կվերհիշես, երբ մասնագիտական վախ ու դիսկոմֆորտ ես ունեցել մտածելով, որ ինչ-որ բան չի ստացվի։ Դա ինչ-որ տակը ունենք, հա, մեր թիմի կողմից է հարցը։ Որտեվ լինում է նաև, որ մեր հյուրերն են թողում հարցեր։ Այնքան մեծ challenge եմ ունեցել բացելուց հիմնարկը ու մտածել, որ կարա եւ չաշխատի, որտեղ եղել եմ 19 տարեկան ու կար շատ մեծ խնդիր, որքան էլ կարող է տարօրինակ հնչի, աշխատակից գտնելու։ Այսինքն աշխատակիցները գալիս էին աշխատանքի առաջարկի տեսնելով, գալիս էին հասնում էին եւ հրաժարվում էին աշխատել, մտածելով, որ ես ընդամենը 19 տարեկան եմ, ու իրանք պատրաստ չէին աշխատել մի երեխու մոտ, ով 19 տարեկան էր ու այդպես էլ ասում էին։ Այսինքն ես շատ մեծ վախ ունեի, որ բա ո՞նց եմ անելու։ Արդեն ճիշտ ասած արդեն երրորդ հարցադրույցից հետո եւ էդի վախ չէր, արդեն ոնց որ մարդուն բանան էին, հա։ Արդեն գրեթե համոզվում ես դրա հետ։ Գրեթե համոզվում ես, որ բա ոնց ես անելու։ Ու այդտեղից էլ հենց փոխվեց իմ կարծրատիպը, որ ոչ թե պետքա մանգաս մասնագետ, ով ունի շատ մեծ կլիենտսկի բազա, լավ փորձ, երկարատև։ Կամ ձևանակ 19 տարեկան չեք, այլ իրավիճակը փոխվեց։ Դե այդ մի քիչ չես կարա կարծում եմ, բայց ես ընտրեցի մի քիչ ուրիշ ուղի, էլի։ Ոչ թե ընտրես մասնագետ, ով ունի շատ մեծ փորձ, այլ ընտրես մասնագետ, ով ուղղակի այդ պահին իրան պետք է աշխատանք, ինքը պատրաստ է շատ աշխատի։ Այսինքն եթե մյուսները պատրաստ են ուղղակի աշխատել, ինքը պատրաստ է շատ աշխատել։ Ու այդ շատը փոխում է ամեն ինչ, որտեվ ինքը ունի շատ ավելի մեծ եռանդ էներգիա ներդնելու այդ գործի մեջ, մեծ հավես, մեծ մոտիվացիա, ինչը լրիվ փոխում է խաղի կանոնները։ Քանի որ ասում երբեք չի կարելի էլի հարցնել, իսկ հիմա քանի տարեկան եք, էդի չեմ ուզում այդ հարցը տան, պարտադիր չէ։ Հա, ընդհանրապես, բայց որպեսզի մեր լսարանի, որպեսզի մեր լսարանի մոտ մենք չստեղծենք տպավորություն, այդպես ասում են, sense բարի աչքերով, մի հատ աղջինակ եկել է, ասում է, սաղ պիտի շատ աշխատեն։ Աշխատել ասելով դու երևի ի նկատի ունես նաև վարձակալությունը իր համապատասխանը, չէ՞ որ ինքը աշխատելով նաև գումար է վաստակում։ Միանշ, դրա մասին է խոսքը։ Այսինքն ոչ թե գա իմ մոտ լավ աշխատի, գա ինքը իր համար շատ աշխատի։ Նախ, բոլոր աշխատողները աշխատում են միևնույնն է իրանց համար։ Մի հատ դեպք պատմեմ, աշխատող ունեինք, ասում էր, ես փողի համար չեմ աշխատում։ Մեկ ասեց, երկու ասեց, երեք ասեց, անունը լավ շեշտ է։ Ասեցի, եթե դուք փողի համար չես աշխատում, արի աշխատեք, փողը տուր ինձ։ Ես բիզնեսը փողի համար եմ։ Okay, էներգետիկա, լավ, միջավայր, սախա, բայց ես այնքան չեմ սիրում, երբ որ ֆորմացում են, ես փողի համար չեմ աշխատում։ Դու գալիս ես, դու տանջվում ես, դու ներդնում ես քո ժամանակը, դու կտրվում ես քո առօրյայից այդ ընթացքում։ Դու միանշանակ աշխատում ես գումար վաստակելու համար։ Միանշանակ։ Այդ այսպեսի նաև մոդել կա, երբ որ ասում են փողի համար չեն կա, դու պետք է հասկանաս շատ հնարավոր է այլ ուրեմն մոտիվացիոն աղբյուրներ կան, եւս մոնետիզացման տեսանկյունից, որտեղ մարդիկ կան, օրինակ իմիջային, բայց եւս դա հաշվարկված է։ Այսինքն իրանք մտածում են փողի համար, եթե փողի համար չի, արի գնանք պայմանական, մենք ունենք բավականին մեծ քանակությամբ Երևանից հեռու համայնքներ, որտեղ չկա ոչ մի հաջորդ անգամ եթե տենց առաջարկ անեն, որտեղ բավականին ես զարմացած եմ, մենք պարզվեց
մեծ քանակությամբ համայնքներում ճունենք գեղեցկության ուրեմն սրահներ եւ այլն եւ կանայք ստիպված, հա, գալիս են կամ մոտակա մարզկենտրոն կամ գալիս են քաղաք, որտեղ այս նյութերի խնդիր կա եւ այլ եւ այլ։ Ասես խնդիր չկա։ Այդ դեպքում ուրեմն բարեգործական նպատակով մեր ընկերության բանով գնում ենք weekend-ը անցկացնում ենք օրինակ մոտակա հասկացում եմ որ կհամաձայնվի լավ, եկեք չպատժենք այդ մարդկանց, թող լավ։ Հետո, այսինքն ես ճիշտ եմ հասկանում, երբ որ ասում ենք աշխատանք, մենք նաև ի նկատի ունենք ինչքանով է ինքը պատրաստ փող վաստակել, որտեղ նույնիսկ շատ մարդիկ ունեն այդ ներքին ուրեմն առաստաղը իրենց համար, դրանից ավել չեն ուզում գումար վաստակեն։ Այսինքն պայմանական այսքան է իմ հիփոթեկը, այսքան է իմ ծախսս, դրանից ավել ինձ փող պետք չի։ Ինչի՞ ուտեղ ես տանջվեմ։ Իսկ կան մարդիկ, ովքեր այդպես չեն մտածում, ովքեր իրենց կյանքի որակը անդադ ուզում են բարելավել։ Դա իմ ասածը, պետքա գտնես մարդկանց, ովքեր պատրաստ են այդ շատը, այսինքն իրենց կյանքը բարելավելը, դու հիմա էս ինչ որ կարգավիճակում ես, դու ուզում ես ավելի լավ կարգավիճակ ունենաս։ Կարգավիճակ ասելով, չգիտեմ, օրինակ մեկ անգամ ես գնում հանգստի, ուզում ես 3 անգամ, հասկանում եք ինչի մասն է խոսքը, այսինքն ամեն մեկի համար պրիորիտետը տարբեր է։ Իհարկե։ Երեխային մի մանկապարտեզ ես տալիս, ուզում ես ուրիշ, այդ ըստ ամեն մեկի է, բայց դու ուզում ես ավել։ Դու չես ուզում չես բավարարվում։ Լավ է, հա։ Իմ ասածը է դա, այսինքն ես իսկ աշխատանքն էլ օգտագործում ես որպես հնարավորություն գումար վաստակելու, էլի։ Որպես հնարավորություն ու դու նոր ես սկսում, ավտոմատ դու գիտակցում ես, որ ինչքան դու շատ տանջվես։ Դա հետաքրքիր ստրատեգիա է, մտածել են։ Այսինքն պետք է մարտնչողների թիմ հավաքել։ Մոտիվացիա ունեցողների։ Հա, որ աշկերը փորձում են վարվում է։ Աշկերը որ պետքա վարվի։ Եվ այսպես հաջորդ մեր հարցը Beauty Campus-ի Instagram-յան էջի հետ համագործակցությամբ Reel-ն ունի մոտ 211,000 դիտում։ Հիմա ես կհնչեցնեմ անմազգանուններ եւ փորձենք գուշակենք։ Ուրեմն A. Սոֆի Դևոյան, B. Սուսի Նիկողոսյան, G. Մարիամ Ալեքսանյան եւ D. Իննա Խոջամիրյան։ 211,000։ Գիտեք ինչի եմ մտածում, որովհետեւ բոլորի հետ Reel-երը ունեն բավականին մեծ դիտումների քանակ։ Ես միանգամից առաջ վազեմ ասեմ, որ 211-ը դա ամենաշատը չի։ Հա, ունեն ավելի շատ դիտումների քանակ, ու ես հիմա ամեն ինչ արված է, որ խճճվի, որ ամենաշատը կհիշեի։ Բա, այնպես թիմ ունենք, այնպես տենց։ Ես հասկացա։ Խուճուճ բաներ ա գտնում։ Բա, պատկերացնում եմ։ Ահա։ Երևի Սուսի։ Սուսի Նիկողոսյան։ Երևի, ենթադրում եմ։ Բոլորի հետին է ունի շատ, բայց ես կարծում եմ, որ Սուսի։ Սուսի։ Նայ, ես դեմ չեմ բզբզ հարց քաշեմ։ Եկեք փորձենք։ Եկեք փորձենք։ Եկեք ասենք Սուսի, ու փորձենք։ Ասում ենք Սուսի եւ դա ճիշտ պատասխան։ 211,000 ունի Սուսին։ Հա, Կարամ ամեն դեպքում քաշեմ։ Չէ, դե որ հետաքրքիր անցնի։ Չէ, հեսա մի հատ կարևոր առանց դրա էլ հեսա մի հատ։ Տավեցի։ Բավականին տրենդային է այսօր կարծիքի առաջնորդներ, հետո ինչպես ձևակերպումը, հա, հերեն ցավոք սրտի ուրիշ ձևակերպում չառաջացավ, հա, ինֆլուենսերների հետ կախված, հա, ու շատ դեպքերում բիզնեսները անում են, որովհետև բոլորն են անում։ Օրինակ, ես լավ հիշում եմ, էլի Հայաստանում մի պահ կար բոլորը պետքա կայք ունենային։ Ու բոլոր բիզնեսները բացում էին կայք։ Հարց էր տալիս, այդ կայքը ինչի՞ դա պետք, ասում բոլորն ունեն, ես էլ եմ ուզում։ Ոնց է զարգացնելու այդ կայքը։ Բոլորը ունեն, այս ինչը ես էլ ունեմ սա։ Եվ այլ եւ այլ։ Ու շատ դեպքեր, ու հետո բողոքում են, ասում են կայքը չաշխատեց։ Ասում ես, իսկ կայքը որպես գործիք ո՞ց պետք է աշխատել, եթե այդ գործիքը ստեղծելուց հետո դու չես օգտագործել, էլի։ Նույնն էլ influencing marketing-ն է, ինքը որպես այդպեսին, ինքը ունիկալ, միանշանակ արդյունավետ գործիքներից մեկն է, բայց այդտեղ հարց առաջանում, հա, ինքը շատ ունի իր սպეციფիկա ու այդ յուրահատկությունը ո՞նց է օգտագործվում, կախվածություն կա հանձի հետ։ Ես ուզում հասկանամ ընդհանուր ոլորտային գեղեցկության այդ ոլորտը, հա, ինքը տոկոսով ավելի շատ այդտեղ է, այսինքն ինֆլուենսինգը ավելի կարևոր է, թե չէ, հետո Եք մի քանի ֆակտոր քննարկենք, ինֆլուենսինգը։ Այդ ամբողջ այդ մարքեթինգային մի հատ կտորը բացենք, էլի։ Քննարկել համել կարող ավելի པարզ դառնա, ոնց է դա աշխատել ըստ տարիների իմ փորձով կարանտիսվեմ։ Շատ լավ էր աշխատում, ինչքան շատ հետևորդ ունեին գովազդը մի քանի տարի առաջ։ Ասեմ, որ հիմա մարդիկ շատ են ձգտում ավելի օֆլայն իվենթների։ Շատ են ձգտում։ Այսինքն իրանք այնքան են հոգնել, որ ամեն ինչ ինտերնետով է, որ շատ լավ է աշխատում, երբ որ դու անում ես թեկուզ ինչ-որ փակ իվենթ, փակ միջոցառում եւ այլն, ու գալիս են իհարկե էլի ինֆլուենսերներ, էլի հետաքրքիր մարդիկ ու նաեւ հաճախորդներ։
Ստեղծում է ինչ-որ հետաքրքիր կապ, միջավայր, որտեղ իրանք տեսնում են մարդկանց, ում տեսել են միշտ Instagram-ով, հետևել են, հա, սոցցանցերում, իրանք տեսնում են իրական կյանքի մեջ ու հասկանում, որ միգուցե կարամ ես էլ զբաղվեմ դրանով։ Կիսվեմ իմ առօրյայով, ինչն է ինձ հետաքրքիր ու էլի լիքը մարդ նայի։ Այսինքն շատ է թրենդի մեջ իմ համար այս մահին UGC content-ը, որը user generated է։ Շատ հետաքրքիր էր։ Մարդուց մարդ կներեք, որ ընդհատում է։ Չէ, շատ կարևոր է։ Մենք չէ ընդհանուր եզրում մի քիչ էլ տենց ուժեղացնեմ այդ թեման, որտեվ ընկերություններ կան, որ հաշվարկ են անում, ամսական տարեկան ինչքան գումար են ծախսել, եւ ասում են, լսի, եկեք արհեստական բանականությամբ մեր ինֆլուենսերը սարքենք։ Ու այդ ինֆլուենսերը կլինի մեր ընկերության ինֆլուենսերը, ինքը մեր համար պայմանական կլինի անվճար այդ գումարը մենք կծախսենք տարածելիության վրա, ու ամենակարևորը իր հետ մենք ռիսկեր չենք ունենա։ Ինքը չի հայտնվի ուրիշի գովազդի մեջ, ինքը մեր ուզած ձևով, մեր ուզած տեղում կհայտնվի եւ այլ, բայց արի ու տես, որ այդտեղ առաջանում է այդ մարդկային գործոնը, որ դու ուզում ես այդ մարդուն տեսնես։ Ես համաձայն եմ, որ ինձ շատ մեծ ազդեցություն ունի բոլոր շուկաների վրա, այդ չի քննարկվում։ Բայց ես համարում եմ, որ մեկը մարդուց մարդ գնացող այն էներգետիկան, որ դու փորձել ես, դու կիսվում ես քո անձամբ փորձով, չի փոխի ոչ մի ոչ մի։ Այսինքն այդ մարդը ինքը չի փորձել այդ ոնց է, հա, օրինակ, չգիտեմ, չի եկել այդ մազի խնամքին, դրանից հետո դուրս չի եկել, իրան կոմպլիմենտ չեն արել։ Ինքը չի կարա կիսվի նույն կերպ։ Խոսելով ռիսկերից, ես աշխատում եմ բոլորի հետ երկարաժամկետ, այսինքն չկա։ Մի անգամ արի, դու մի բան նկար, այդ դեպքը օրինակ ես չեմ էլ դիտարկում նույնիսկ։ Նախ դա հավատ չի առաջացնում, երբ որ մարդ մի անգամ միտեղ եկավ։ Ես ես դրան էի տանում։ Հավատ առաջացնում է երկարաժամկետ։ Սահմանափակել է, էլի, այսինքն որովհետև կներեք ժամը 4-ին ես պոստ եմ արել խանութից, ժամը 5-ին պոստ եմ անում այստեղից, հետո 6-ին, ու արդեն մեկը հետևորդները հասկանում են գումար են վճարել, արել է, հա, այսինքն ոնց դու հավատաս, որ իր խոսքը հիմնավոր է։ Հետո մենք չունենք օրինակ ում հետ որ աշխատում ենք, չկա sense բան, դու պետքա սա պոստես, սա անես այս ժամին դա։ Դու թողում ես դա այդ մարդու հոգեկան վիճակի վրա։ Կարող է ինքը հետո իրան լավ չի զգում, տրամադրություն չունի ու վատ դեպք է։ Ինքը հավես չունի, գցի որ եկել է եղունգներն է սարքում։ Իրա տրամադրությունը այդ չի։ Ավելի լավ է ինքը դա անի չանի այդ անգամ ընդհանրապես, եթե չի ուզում, անի հաջորդ անգամ, որտեղ ինքը երկարաժամկետ է աշխատում, բայց անի սրտանց։ Միշտ սրտանցը ունենում է օդկլիկ։ Շատ լավ։ Պատկերացնում ես, այսինքն միշտ կախվածություն կա, օրինակ ինֆլուենսերի, ասած ասեմ, կողմից ստեղծված նյութի արդյունավետության հետ կախված։ Այսինքն ես ինչով եմ, կարամ անեմ այսքան արժին պոստը, ինչի ես խորանամ, թե ինչ որ մի ձև դուք բանակցում եք, ընդունված է արդյոք ոլորտում արդյունավետությունից կախված գումարի ավելացում պակասում։ Այդ այնքան փակագծերի բացել է, ես չգիտեմ ինչքանով օրինակ այդ ինֆլուենսերներին, պատկերացնում եք դա մենակ իմ իմացած ինֆորմացիան չի։ Չէ, ընդհանուր դաշտի հետ եմ ես ասում։ Ընդհանուր դաշտի հետ հարաբերական է կախված, ինչպես ես ուզում աշխատել։ Որտեղ օրինակ արտերկրում դա լրիվ նորմալ երևույթ է։ Մարդ ասում է պայմանական իմ աշխատանքը այսքան աշի, մնացածն էլ եկեք տոկոսով կամ դու ինձ պրոմո կոդ դու, ես այդ պրոմո կոդով աշխատեմ, տոկոս ստանամ։ Այսինքն ես այնքան ուրախ եմ, որ այդ ֆորմատները ինքը ընկալվում է, որպես դու խոսում ես բիզնես գործարարը գործարարի հետ։ Ինքն էլ է գործարար։ Ինքը ցույց է տալիս, որ իր խողովակը օրինակ արդյունավետ է եւ իր այդ խոսում ես։ Մեր մոտ մի քիչ էդի տենց ուզում հասկանամ, հələ դեռ մնացել է այդ անձնային դաշտում։ Եթե դու ասես օրինակ ձեր կողմից պոստը արդյունավետ կլինի, ինքը կարող է նեղանա։ Դա մոտ այդ բառը շրջանցում ես։ Անձնական ասված, ես ունեմ շատ ընկերներ, ովքեր համատեղությամբ նաև ինֆլուենսեր են, բայց ովքեր իմ ընկերները չեն եղել ինֆլուենսեր լինելուց, ու դա գովազդ չի, պատկերացրեք, այսինքն դա գովազդ չի, այլ ուղղակի այդ մարդիկ սպասարկվում ու գցում են։ Այդ մի մասն, այդ փակում ենք։ Այսինքն պատկերացրեք ինչ է նշանակում դա։ Այսինքն ամեն ինչ միայն, չգիտեմ, գնելով չի, գումարային չի։ Կա ինչ-որ մորալն է, ինչ-որ վիճակ։ Հայաստանում ընկերությունը պահպանվել է։ Հա, դա շատ լավ բան է։ Այդ շատ կարևոր բան է, այո։ Հա, չգիտեմ ում մոտ ոնց իմ մոտ, հա։ Կա մյուս զանգվածը, որը UGC, էլի եմ ասում, user generated content-ն է, որը այս պահին կարծում եմ ամենաարդյունավետն է։ Որովհետև մարդիկ ավելի վստահում են իրենց պես մարդկանց։ Մարդիկ ավելի վստահում են ոչ թե մարդկանց, ում ենթադրաբար տվել են վճարվել է ինչ-որ գումար այս պոստի ու այս ամենի համար, այլ վստահում են իրենց պես մարդկանց, ում գիտեն, հեռակա գիտեն, տեսնում են փողոցում։ Պատկերացրեք, այդ UGC content ինքը շատ է։ Ինքը պետքա լինի շատ։ Անցնենք մեր հաջորդ հարցին։ Հաջորդ հարցը հանելուկ է Տերյանքից Փարքի
սաներն են մեր շարքը ապահովում հանելուկային եւ այս անգամ հանելուկը լինելու է Արմենի կողմից, մենք ուշադիր լսում ենք, փորձում ենք պատասխանել։ Ես այն բանն եմ, որ քեզ սիրով օգնում եմ, որպեսզի դու գոհ ու ուրախ մնաս։ Որպեսզի դու Գոհ եւ ուրախ մնաս։ Ահա, ո՞րն է բիզնեսում, որ օգնում է, փորձում է որ գոհ եւ ուրախ մնաս։ Երևույթ բիզնեսում։ երևույթ Ասեմ գրեթե կարամ փոքրիկ հուշեմ, որ այն ինչի մասին խոսել ենք, բիզնեսում գրեթե ամենակարևոր բաներից մեկն է։ արդյունք Ну, արդյունքը դա պիտի լիներ, բայց այն ինչև ընթացիկ։ լավ էմոցիաներ հաղորդելը ընթացքը լավ լինի, Եվ որպեսզի լավ միջավայր ունենան։ դե լավ մի բան ասեք։ Մի բան, Մեկը բզբզը, ինչքան հասկանում եմ, Էլենի դուրն եկել է։ լավն է բծբծը։ Ահա։ Ես համարում եմ, որ լավ արդյունքն ու ֆիդբեքն է, այն ինչ որ օգնում է, արդյունքը։ Այսինքն ինչն է քեզ օգնում, որ դու գոհ մնաս։ Արդյունքը։ Իմ համար արդյունքը Շատ լավ։ ու ընթացքը։ Այ, ընթացք։ Ինչ։ Հիմա որ ասեք, չէ, ես եմ բանը որ ընթաց բառը չասեի։ Իմ համար մի քիչ տարածական էր իր պատասխանը պատկերած, շատ բան կարա քեզ օգնի։ Հա, իհարկե, դե դրա համար էլ հենց երեխաներ։ Մենք համար այս հարցը տալիս է երեխան, որ մեր վրից մեղք հանեք, էլի։ Երեխային չեն կարող ոչ ման ասենք, մենք երեխաներին բոլորին սիրում ենք։ Եվ այսպես պատասխան ընթացք։ Մի քիչ Բզբզը մեկը վերցնելու Հա, եմ։ մեկը վերցնենք։ Մեկը վերցնելու եմ, ասեք։ Սխալ պատասխանն է, ճիշտ պատասխանն է սպասարկումը։ Եկեք բզբզ հարցն է վերցնենք ու գնացինք։ Ինչ սկզբունքներ ունես, որոնց երբեք չես դավաճանի թիմին առաջնորդելիս։ Այնքան լավ հարց է անկել։ Ինչ-որ ընդհանուր է գրած թե տակա բան ունենք։ Հա, ես անգամ թիմի հարցերն Թիմի անգամ։ հարցերն եմ վերցնում։ Օ, ինչ, ոնց որ հատուկ ընտրում ենք, հա։ Ունեմ մի հատ շատ կարևոր սկզբունք աշխատանքի մեջ լինել բոլորի հետ արդար։ Եթե մեկին մի բան թույլ ես տվել, մյուսին միանշանակ պետքա թույլ տաս։ Այսինքն անհնար է որ մեկը ունենա առավելություն աշխատանքի ներսում։ Եթե մեկը հարցրելու, չգիտեմ, շուտ գնա, ուրիշը հարցնի, քանի անգամ մեկի թույլ ես տվել, մյուսին էլ եմ թույլ տալու։ Անհնար, եթե մեկի ազատող Անհնար է, որ դա կախված չի, օրինակ առավոտյան ով ասեց, վայ, եկել ես ինչ լավ է շեֆ ջան։ Չէ, բացառվում Հա, է։ դրանից կախված։ Որովհետև դա պետքա լինի ինչ-որ արդար սահման։ Իսկ օրինակ մտնի սոցիալական ցանցերում պոստին լայք դնի Ինչ։ աշխատակիցը։ Օրինակ էսի ավելի ամենաառաջինն է լայքը դնում, ուրեմն դու շուտ կեթաս տուն։ Չէ, դες բաներին չեք հետևում։ Նայեք, տենց բաներ չկա։ Կա սկզբունք, որ լինես արդար։ Օրինակ ձեզ դուր կգա, որ ձեզ մի բան թույլ չտան, ձեր գոլեգային թույլ տան։ Կարծում դուր չի գա։ Դե իհարկե ոչ մեկին դուր չի գա։ Անարդարություն, չէ։ Բայց մի ասած կարևոր տեղ կա ցավոք սրտի հասարակության մեջ այդ հարմարվողականության գործոն է, որ ասում են դե ամեն ինչն է անարդար, թող էս էլ անարդար Դե լինի։ ես փորձում եմ իմ կողմից այդ արդարությունը պահեմ։ Այսինքն շատ կարևոր բան է, էլի, երբ որ մենք արդարությունը պիտի նորմալ լինի։ Նորմալ երևույթ պետք է լինի։ Դրա համար եմ ասում, օրինակ սկզբունք որպես որ ես հավասար պայմաններ բոլորի համար։ Հավասար բոլորի համար։ Շատ կարևոր բան է։ Իմ համար ամենակարևոր սկզբունքը դա է։ Գիտեք ինչի, այդտեղից է առաջանում խնդիրները, երբ որ բազում խնդիրներ, նույնիսկ ոչ թե մի խնդիր, երբ որ օրինակ ինքը սկսում է այդ միջավայրում իրան լավ չզգալ ինչի, որովհետև մյուսը ունի իր հանդեպ առավելություն։ Նայում եմ ինձ դիտարկում եմ միշտ ամեն մարդու տեղում։ Քան ինձ դուր կգա, որ ինձ թույլ չտան, իմ գոլեգային թույլ տա։ Իհարկե դուր չի գա։ Հաջորդ հարցի մեջ մենք փոքրիկ չարաճճիություն ունենք, մեր թիմի կողմից կազմակերպված, հայ մեծերի ուրեմն խոսքերն են դուրս բերվել եւ այդ խոսքերը փոխանցվել է ուրեմն Beauty Campus-ի թիմին, որպեսզի իրենք նայեն այս հրաշք ուրեմն մտքերը եւ ասեն իրենց կարծիքով որը կլինի, որ արտահայտությունը ավելի հոգեհարազատ կլինի Էլենի համար։ Եկեք։ Հետևաբար մենք ստուգում ենք այդ սինխրոնիզացումը ինչպես է կատարվել, տեսնում եք, հա, գայթակղի չէ, գնացինք։ Եվ այսպես, այս արտահայտություններից որն է ձեզ ամենահոգեհարազատը։ Եթե պետք է կկրկնեմ։ Մարդն այնքան մեծ է, որքան մեծ են նրա երազները։ Ավետիք Իսահակյան, անիրավության եւ նախապաշարման թշնամին եմ, Սրբուի Ճուսապ։ Գտարբերակ երջանկությունը մարդու մոտ գալիս է տարբեր ուղիներով։ Ամոբեկ Նազարյան եւ դտարբերակ քաջություն ունենանք խորհելու եւ նաեւ քաջությունը ունենանք համարձակելու։ Կոստան Զարյան։ Ատարբերակ։ Ուրեմն մենք
մարդ այնքան մեծ է, որքան մեծ են նրա երազները։ Ատարբերակ։ Հաստատ։ Դե չեմ էլ համոզելու, որովհետև թիմը համարում է, որ ավելի հոգեհարազատ կլինի, ուրեմն երջանկությունը մարդու մոտ գալիս է տարբեր ուղիներով Համո Բեկնազարյանի խոսքերը։ Հետևաբար մենք ընտրում ենք A տարբերակը, այստեղ ճիշտ ու սխալ տարբերակ չկա։ Բավականին մոտիկ են իրար։ Մեր նպատակն է նաև մեր մեծերի խոսքերը բերենք մեր մեդիադաշտ, խոսենք նրա մասին, որովհետև շատ մեծ տպավորություն է, որ մենք չունենք խոսքեր եւ պետք է կարդանք ամենայն սիրով հարգանքով, թե Ստիվ Ջոբսը ինչ է ասել։ Այնինչ մենք մեր մեծերը ունենք, որոնք մեր մասին ու մեր կենցաղից, մեր առօրյայից ավելի շատ բան գիտեն ու մեզանից ամենակարևորը։ Ուրեմն մարդ այնքան մեծ է, որքան մեծ են նրա երազները։ Ինչ է երազում, Էլենա։ Ինչ եմ երազում։ Երազում եմ երբեք չձանձրանալ ոչ մի բանից, ոչ մի դեպքում։ Այսինքն մարդ երբ ամեն ինչ կորցնում եւ երբ էլ հետաքրքրություն չունի։ Երազում եմ միշտ ունենալ հետաքրքրություն ինչ որ բան անելու։ Միշտ։ Ես չեմ հասկանում այդ մարդկանց, ում հետ խոսում ես, ինքը հավես չունի, ոչ մի բան չի ուզում, ինչ որ նոր իդեաներ չունի, ես սկսում եմ իր համար ինչ որ իդեաներ գտնել, ինչ որ բաներ մտածել, ու ես սիրում եմ միշտ նոր բան անել, էլի։ Երազում եմ չհոգնեմ, այսինքն ինչ որ հետաքրքրություն միշտ մնա մեջդ ավել բան անելու։ Միշտ։ Շատ լավ բան ասաց։ Այդ երազելու գաղափարը երևի գալի ինչ որ մի պահից սկսած, ոնց որ մենք ոչ թե կորում, ոնց որ մենք մեզ արգելենք երազելը։ Որտեվ չկա մարդ, հա, որտեվ շատ մարդիկ չեն, չկա դες բան, որ ինքը կորում է։ Շատ ես ուզում, ամբողջ մոլորակը ամեն ինչ անում է, որ քո մոտ դա ստացվի։ Ես 4 տարի առաջ, այս մի քիչ շեղվեցինք թեմայից, գնացի դեպի սպորտզալի թեման, 4 տարի առաջ ես սկսեցի պարապել, գնալ սպորտզալ առաջին անգամ։ Մտա սպորտզալ, մի քանի պարապմունք հետո ես սկսեցի մտածել, որ ես նենց կուզեի իմ սպորտզալը։ Կուզեի ինչ-որ բաներ փոխեի, ավելի community-ով սպորտզալ եւ այլն, բայց այդ ժամանակ այդ պրոստը դից միտք էր։ Ոչ մի ինչ-որ ավել բան։ Ես ճիշտ ասած այս հարցը տալուց, ես մտածում եմ, որ պետքա սկսենք խոսալ սպորտզալից, էլի, որովհետեւ մենք այն սկզբում ասեցինք դրա մասին։ Այսինքն ինքը չի եղել ինչ-որ օրինակ պլանավորված մի բան եւ այլ, ինքը եղել է ուղղակի միտք, որ առաջացել է այն պահից, որ պահից ես սկսել եմ գնալ սպորտզալ։ Այսինքն ես արել եմ այն, ինչ որ ինձ հետաքրքիր է, դուր է եկել, դարել է հոգեհարազատ, այդ մտքից մինչև իրականություն տևել է 4 տարի, որ հիմա բացեմ։ Ու եթե այդ ժամանակ ասեին, որ կբացեմ, չէի հուսինչ։ Միտք է էլի։ Մի շատ հետաքրքիր կմոռանամ հեղինակին հիշեմ, եթե հիշեմ անպայման մեկնաբանություններում կգրեմ։ Իդեպ մենք միշտ խրախուսում ենք մեկնաբանություններում մեր հետ համաձայնվել, չհամաձայնվել, կարծիքներով կիսվել։ Այս սա սուբյեկտիվ կարծիք է, ոչ մեկի ոչ մի չենք պարտադրում։ Ու դες մի հատ բան կա, ասում է, երբ որ դու հաճախորդին լիարժեք ծառայություն չես մատուցում, լավագույն դեպքում կկորցնես իրան որպես հաճախորդ։ Լավագույն։ Այսինքն հնարավոր է դու քո ապագա մեծ մրցակցին ես հենց հիմա հանդիպել, որտեղ կգա ինքը կտեսնի ծառայությունները, կբարելավի եւ կմտնի շուկա, էլի։ Հիմա դուք գնացիք, տեսաք ու ասեցիք, լսի, բա կարելի է էսի սենց։ Չէ, ես նայեք համարում եմ, որ դու լուբոյ բիզնես բացելուց պետք է քեզ դիտարկես որպես հաճախորդ։ Ես մտա, ինձ ինչը դուր չի գալիս, ինչը կուզեմ փոխեմ, ինչը ավելի իմ սրտով կլինի, եթե ես ինձ դու նայի քեզ որպես հաճախորդ, այսինքն ոչ թե որպես հիմնադիր, ոչ թե որպես մարդ, պատկերացնում եք, ով որ դա անում է, այլ մարդով օգտվում է։ Դու ո՞նց ես քեզ զգում, ինչը դուր չի գալիս, ինչն է դուր գալիս։ Եկեք խոսենք ապագա բացվող Ջիմ կամպուսից։ Խոսենք։ Երբ է պլանավորվում, արդեն մի սալոն է ստացել, բացման օր կա։ Բացման օր կարծում եմ։ Որտեղ մենք եթե ճիշտ եմ հասկանում, մենք դուրս են գալու հենց հրաշք միամսյակին, հա, կանանց եւ առիթից օգտվելով եւ ձեզ եւ մեր բոլոր ուրեմն քույրերին, մայրերին, աղջիկներին բոլորին շնորհավորում ենք։ Ճիշտ է։ Բացման օր կարծում եմ կլինի ապրիլի 5-ը։ Մի քիչ բացատրեմ ինչի նախ, որովհետեւ մարտի վերջ ավարտած կլինենք աշխատանքները եւ այլն, Nail Campus-ը բացել եմ դեկտեմբերի 5-ին։ Այդպես է ստացվել պարզապես։ Beauty-ն բացել եմ սեպտեմբերի 5-ին եւ համընկնեց տենց որ պետքա բացեի մարտի վերջ, որոշեցի բացեմ ապրիլի 5-ին։ Ու այսպես 5 թիվը ինձանով անեմ։ Ինձանով անեմ մի քիչ եւ համ կլինի ապրիլի 7-ի նախորդին, ինչ որ լավ ամեն ամսվա 5-ին լարվեն։ Հա սենց 5-ը անցավ, Էլենը սենց բոլորը լարվում են։
5 անցավ Էլենը նոր բիզնես հոչի բաց է։ Ուրեմն всё լավ։ Մի հատ օգոստոսի 5-ին ենք պլանավորում, բայց դեռ այդ մասին չխոսենք, տեսնենք։ Օրինակ Ֆուրշետ կամպուս։ Չէ, ինքը ջիմի շարունակությունն է, պիլատեսի մասին է խոսքը, ուղղակի դեռ նախնական օր չկա եւ այլն, դրա համար այդ մասին։ Հա, տենց պլաններ կան։ Ինքը այդ երազանքը բացելուց, որտեվ Էլեն ինչքանով ես քեզ ճանաչեցի, ինչքանով քննարկեցինք, ես տեսնում եմ, որ չի դրած նպատակ, հա, քո մոտ գալ մտնել մի հատ ոլորտ, ձևավորված վարքագծի վրա, մի քիչ փող աշխատել էլի, այսինքն բոլորն աշխատում են, ես էլ եմ աշխատում, այլ գալ ինչ-որ բան սկսել փոխելը։ Այսինքն գալ նոր մոդել դնել, գալ վերցնել ինչ-որ մարտահրավերներ, հա, այստեղ կախվածություն կա սրանից, ես այս կփոխեմ այդ մոդելը, սա էլ կփոխեմ։ Ինչ է փոխվելու մարզասրահում։ Մարզասրահը ինքը կլասիկ մարզասրահ լինելու մասին չի, այսինքն սովորական ոնց մենք պատկերացնում ունենք դա չի։ Ինքը մի քիչ ուրիշ մշակույթ եմ ուզում որ բերի, այսինքն օրինակ ուրբաթ օրերին ինքը կունենա community ինչ-որ միջոցառումներ, DJ-ով, rave-եր, որոնք ավելի կպրոպագանդեն healthy lifestyle ու fun վիճակը միասին։ Այսինքն կարող ես ունենալ երեկույթ, բայց պարտադիր չի խմիչքով միանշանակ ու կալյանի ծխի տակ։ Միանշանակ, այսինքն կարաս ունենաս շատ հրաշալի երեկո քո ընկերուհիների հետ, ում հետ որ դու ուզում ես, բայց դա ունենաս ֆիթնեսի տեսքով, գաս, պարապես լինի DJ-ի էլի շատ լավ երգեր, այսինքն քո համար շատ հավես կանցնի, շատ լավ միջավայր կլինի, շատ տենց ֆան ինչ-որ մի բան, բայց համատեղելով առողջ ապրելակերպի հետ։ Փոխել ինչ-որ մշակույթ, այսինքն ստեղծել ինչ-որ մի community, ովքեր պատրաստ են իրար հետ կիսել այդ մշակույթը։ Քո կարծիքով հարկել վճարելը բիզնեսի պարտականությունն է, թե դա բիզնեսին դարձնում է պետության հանդեպ պահանջատեր։ Լարվում ես այդ պահին վրա։ Էլի ձեր թիմի կողմից է այս հարցերը, ես չգիտեմ։ Բա։ Okay։ Հարկեր վճարելը միանշանակ բիզնեսի պատասխանատվությունն է, որովհետև պետությունը ինչ-որ բանի վրա պահվում է։ Այն որ դու այդ պետությունում աշխատում ես, աշխատանք ես ծավալում, դու պարտավոր ես դրա դիմաց վճարել։ Այսինքն դու այդ պետությունում ես աշխատում, քո բիզնեսը այդտեղ է զարգանում, դու որպես մարդ այդտեղ ես զարգանում եւ այլն, այդ միանշանակ հատված է։ Այն որ իսկ դա տալիս է ձեզ ինչ-որ իրավունք, որտեվ իրավագիտության մեջ այն ինչը որ պարտավորություն է, իր հետ բերում է իրավունք։ Գիտեք, դա տալիս է քեզ իրավունք ծավալվելու, քո բիզնեսը այդտեղ անելու, ի սկզբանե է ինքը տվել քեզ իրավունքը, դրա դիմաց ես դու վճարում համարում եմ։ Մի քիչ տեղ թարսա ոնց որ ոչ թե դու վճարում ես նոր սպասում իրավունքի, այլ իրավունքը ստացել ես բիզնես անելու, դրա դիմաց ես վճարում։ Ոնց ես տարածք վարձակալում։ Ստանում ես իրավունք տարածքը վերցնելու եւ վարձ ես վճարում։ Նույն բանը անում է պետությունը, ստանում ես իրավունք բիզնես անելու, վճարի։ Ինչքան շատ, այդքան շատ։ Շատ լավ։ Իսկ օրինակ որպես գործարար, երիտասարդ գործարար, ոնց ենք դիտարկում այն սոցիալական կտորը, օրինակ պայմանական ինչ-որ նախապայմաններ ստեղծելու, այսինքն ինչ-որ անվտանգության համակարգեր ձևավորելու, օրինակ տարբեր հարցերում, դա մտնում է այդ պարտավորությունների մեջ։ Այսինքն դու վճարում ես ունենալու համար ապահով, լավ, բարեկեցիկ միջավայր, որտեղ ծավալես քո բիզնեսը, բայց եկեք մյուս կողմը նայենք, եթե դա չլինի, քո բիզնեսը չի աշխատի եւ դու հարկեր չես վճարի։ Այ հենց դա փոխկապակցված երևույթներ են։ Միանշանակ, այսինքն ինչքան աշխատես, այդքան էլ վճարում ես։ Այսինքն եթե ինչ-որ մի պահից սկսած Էլենը չկարողացավ գտնի իր համար բավականին բարձր պահանջներով արժեքային համակարգով թիմակից, ինքը խնդիր է ունենալու ծավալվելու այդ կախված։ Ասում եմ չեմ կարող գտնեմ այդ արժեքային համակարգով մարդ։ Դեք որ դեպքում ես չի հասկանում, երբ որ հարկերը լիներ ֆիքսդ։ Անկախ նրանից, աշխատեցիր թե չաշխատեցիր, դու պետք է վճարես ինչ-որ մեծ գումար։ Դա չի հասկանա, որովհետև այդ դեպքում դու պետք է հասկանաս այդ տրամաբանությունը։ Տրամաբանությունը։ Բայց դու վճարում ես ըստ քո աշխատածի, այսինքն ինքն էլ ուզում է ասել, պետությունը էլի ինքը ասելով։ Այո, շատ դեպքերում հենց այս պահն է, ինչի է կարևոր, որտեվ հարկ վճարման համակարգը, հարկ է ընդհանուր, դա քաղաքացու եւ մանավանդ գործարարի կարևոր կապն է պետության հետ եւ սա երկկողմանի հարաբերություններին ինքը երբեք չպետք է մտածի իսկապես ինչքան հարկ է վճարել, ինքը գիտի որ դրա դիմաց ինքը ստացել է սա ու ինքը չէ ընդհանուր հասարակությունը, հա, որտեվ դու իրականում դու պետությանը չես, հասարակությանն ես դա փոխանցում։ Դա գնում է հանրության համար ինչ որ ծառայություններ է մատուցվում, չէ՞, հետո։ Մոտեցանք մեր ամփոփիչ հարցին։ Ամփոփիչ ավարտական հարցի ձևակերպման մեջ թիմը բավականին լուրջ տանջել է ուրեմն արհեստական բանականությանը,
որպեսզի դուրս բերենք beauty ոլորտում գործունեություն արդեն ծավալող, բավականին հաջողված beauty campus-ի ուրեմն հեռանկարները, ապագայի մարտահրավերները եւ ըստ արհեստական բանականության կանխատեսման նշված մարտահրավերներից, որը հաստատ չի սպառնում ձեր բիզնեսին առաջիկա 3 տարիներին։ Այսինքն, ես 4 հատ տարբերակ եմ ասելու։ Փորձենք, որը չի սպառնում։ Մեկը հաստատ Դավայցե։ արհեստական բանականությունը համարում է չի սպառնում։ Եվ այսպես գնացինք։ Մրցակցության աճ, ռեբրենդինգի խիստ անհրաժեշտություն, հաճախորդների հավատարմության խնդիր եւ վերջի տարբերակը մասնագետների արտահոսք։ Որը չի սպառնում մոտակա 3 տարիներին։ Ոչ մեկը։ Մի հատ էլ։ Կներեք։ Ոչ մեկը։ Ահա, շատ լավ էր։ Դե Կարամ խաշեմ, ոչ մեկն այն պատասխանը, ոչ մեկը տեղից։ Եվ ասում եմ դեմ են բոլորինն է։ Չի սպառնում դրանցից ոչ մեկը։ Ուրեմն ունենք մրցակցության աճ, ռեբրենդինգի խիստ անհրաժեշտություն։ Ոչ մեկ չունենք, ընդհակառակը, ոչ թե մեկը չի սպառնում, ընտրեմ, որ մեկը չի սպառնում, բոլորը չեն սպառնում։ Չունեմ նենց է, որը սպառնում է։ Իրանք ասում են սպառնում է։ Իրանք սխալվում են։ Շատ լավ։ Դաժե նույն։ Դες նույն չեմ ուզում։ Ոչ մեկը։ Եվ այսպես իրենք արհեստական բանականությունը համարում մեկ վարքյան։ Արհեստական բանականությունը համարում է, որ ռեբրենդինգի խիստ անհրաժեշտությունն է, ինքը չի սպառնում, որտեվ հետազոտելով բրենդը, ինչ-որ մոտեցումներ, էջերը հասկացել է, որ ռեբրենդինգը ձեր ընկերությանը հələ դեռ չի սպառնում, դες բան չկա։ Մի հատ բան ասեմ, ռեբրենդինգ վերջինը արել ենք 1 ամիս առաջ։ Դե դրա համար երևի էլի։ Արհեստական բանականությանը իգիտություն պահելով, որ տեղյակ չի եղել, ենթադրում եմ, որ 1 ամիս առաջ ենք արել։ Արել ենք եւ փորձել ենք անենք վերջի ինչ որ տրենդերին եւ բան համապատասխան, հա ու նաեւ մեր գունային գամային, բրենդ բուքին եւ այլն մի խոսքով։ Այդ ամեն ինչին համապատասխան, բայց ես չեմ կարծում, որ դա հաստատ չի սպառնում։ Չի բացառվում, որ հնարավոր է մի տարի հետո ինչ որ տենդենսներ փոխվեն աշխարհում։ Ու մենք անենք ինչ որ գունային ռիբրենդինգ, որ շատ հավանական է։ Բայց դա միանշանակ սպառնալիքի մասին չի խոսքը, էլի կամ սպառնա չի։ Մենք երբ որ ասում ենք մարտահրավերների մասին, այսինքն բիզնեսը միշտ իր առջև ունի ինչ-որ մարտահրավերներ։ Իր պատասխանները ինձ դուր չեն գալիս։ Տեսնենք որ արհեստական բանականությունն է եւ ասենք անպայման թող իմանա դրա մասին։ Հա, իր պատասխանները լավը չեն։ Սասուն Իգնատյան Սալի մեր Սասունն է, ողջույն Սասուն ջան։ Ահա։ Կպատմես վերջերս ընկերությունում կատարած կտրուկ փոփոխության մասին, որի պատճառը եղել է մրցակցությունը կամ արտաքին այլ գործոն։ Կտրուկ փոփոխություն։ Նորից հետ եկանք ջիմին։ Ասում եք ինչով է կապնված ջիմը բյութի ոլորտի հետ, ինչի է որ դրա զարգացումը դա է եղել։ Հետ գանք այդ հարցին, որ ամենասկզբում էր, ու կապեմ ինչի է եղել ամենամեծ իմ փոփոխությունը, հասկացա, որ մենակ արտաքին ինչ-որ ապահովումը բավարար չի։ Ինչի եմ հիմա սարքում սպորտզալ։ Այսինքն արտաքին ընդունում ենք մարդու արտաքին։ Մարդու արտաքին, այսինքն մենակ մազերը եւ այլն դա բավարար չի։ Ինչի եմ հիմա բացում մարզասրահ, որովհետեւ ուզում եմ ինքը դառնա կոմպլեքս, որտեղ մարդ ոչ թե գալիս է միայն արտաքինը հարդարելու, այլ ինքը իր հետ բալանսի գալու։ Սպորտզալը միշտ հանում է քեզնից նեգատիվ էներգիա, այսինքն որ դու պարապում ես, հոգնում ես եւ այլն, եթե դու ինչ-որ բանից նեղված ես եղել կամ չգիտեմ, միշտ դա քեզնից դուրս է գալիս։ Ու փորձել եմ տանեմ իր ուղությունը, այսինքն ինչ որ կատարվում է, հա Երևանում դու գնացիր սալոն, դու սա սարքեցիր, դուրս եկար եւ այլն։ Մի քիչ ավելի երկարացնեմ այդ մարդկանց այդտեղ գտնվելու ժամանակը ու իրանց հոգեվոր ու արտաքինի բալանսը։ Ես ճիշտ եմ հասկանում, սպորտզալը նաև ունենալու է այդ հոգևոր մենթալ ինչ որ կարող է խմբակները լինեն, մասնագետներ։ Այն որ ինքը գալիս է եւ մի ժամ տանջվում է։ Ինքը իր հետ է, հա, այսինքն։ Ինքը իր հետ տանջվում է, դա իրան մի ժամում mental արդեն ազատում է ինչ որ խնդիրներից կամ մոռացնել տալիս, որտեղ ինքը պետք է կենտրոնանա իր վարժությունների վրա։ Հա, շատ դեպքերում դա լիստա թափում է։ Միանշանակ դու այդ ընթացքը նախ տանջվում ես, շատ էներգիա կորցնում, հոգնած այդ պահին հոգնած, դրանից հետո ավելի առույգ դուրս գալիս։ Չգիտեմ, ինձ թվում է այն մարդիկ, ովքեր պարապում են, կփաստեն, որ գնում են չուզելով, դուրս են գալիս շատ ավելի առույգ, տանջվելուց հետո, որոդի որ տենց չպետք է լիներ։
այսինքն կբալանսավորի իրանց հոգեկանն ու արտաքինը հավասար։ Շատ լավ, Այդ առույգ դուրս գալուց։ Դա է կտրուկ փոփոխություն, այսինքն երբ որ ընկերության զարգացման վեկտորի մեջ ոչ թե մենք գնացինք 7 հատ սալոն, այլ փոխեցինք վեկտորը դեպի մարզասրահ, դեպի լրիվ ուրիշ բան։ Այսինքն մարդու ժամանակը երկար վերցնենք։ Երկարացրինք ոչ թե օրինակ մի հատ սալոն ավել բացելով կամ ինչ-որ բանով, որով չես երկարացնի, նույն ժամանակը չէ կծախսի S կետում, թե B կետում։ Մենք երկարացրինք իր այդ նույն առօրյայից կտրվելու, community-ով ժամանակ անցկացնելու ընթացքը։ Կտրուկ փոփոխություն նույն ոլորտում։ Հիմա գիտեք, սրճարանների եւ սննդի ոլորտը ձգվեց։ Դե չէ, դա ոչինչ չի խանգարում, վաղը միսօր, խմելու է։ այս մի հատ էսա կգնաք, մի հատ ֆիթնես կաֆե կբացեք, հետո սրճարանի տեսքով։ Առաջ Աստված։ Եվ Էլեն ջան, շնորհակալ ենք, բավականին հետաքրքիր քննարկում ստացվեց, ու ամենակարևորը ես հերթական անգամ ոնց ասում ուրախանում եմ, որ Հայաստանում մենք ունենք արդեն թվում է թե կարծրացած է ոլորտը, եթե բացվում ենք արի ու տես, որ այդ հայի միտքը հələ շարունակում է ըմբոստ, եթե վերցնում է արդեն կայացած բիզնես, որտեղ ոլորտը կայացած է, նոր բան ու չէ, վարկագիծն ենք փոխում ենք մոտեցումը, փոխում ենք ներսի կտորը ու ավելին մի հատ էլ ուրիշ ոճ ենք տալիս։ Կարամ մենակ ասեմ, որ պետք է ամեն ինչ անես սրտանց։ Այն ինչ որ քեզ հաճույք է պատճառում, այն ինչ որ դու չես անում այնքան որ անելու համար, որպեսզի դժվարությունները հաղթարես, որպեսզի քեզ հետաքրքիր լինի այդ process-ը։ Process է, կարճ process չի, երկար process է։ Եվ ավարտին մենք ունենք մի հատ փոքրիկ այսպես ասենք չարաճճի նվեր, որովհետև թիմը տանջելով արհեստական բանականության շարունակել ենք։ Հաշվի առնելով, որ նախորդ հարցին լավ չէր պատրաստվել։ Հա, տենց արագ թիմը վերցրեց։ Եվս մի շանս տրվել։ Տեսնենք, հա։ Նպատակը եղել է տենց որպես հուշ, հա, որպեսզի մեր այսօրվա քննարկումը տենց ինքը չմնա միայն թվային հարթակներում, այլ նաև 1 տարի ձեզ հիշեցնի այսօրվա մեր հանդիպման քննարկման մասին։ Ուրեմն ձևակերպվել է այսպես ասած հորոսկոպ, բիզնես հորոսկոպ Beauty Campus-ի համար 1 տարվա 26-27 թվի, թե ինչ անելիքներ ունեք։ Դից ամեն ամիս գրվել է։ Հիմա եկեք նայենք տեսնենք ինչքանով է մարտը համընկնում։ Տեսնենք, տալիս ենք երկրորդ շանսը, թե նվերը տանում ենք փոխելու։ Ինչ է սպասվում խնամքի գարնանային ծառայությունների ակտիվացում, մազերի թարմացում, գունավորում, ոճավորում, ինչից զգուշանալ ծառայությունների մեծ պահանջարկի պատճառով գրաֆիկների խառնաշ։ Ոնց որ դուրս գալիս է այս մի արհեստական բանականությունը, խորուրդ օպտիմալացրեք ամրագրման առցանց համակարգը։ Լավ բան է ասում, ասում որ շատ է գրանցումները լինելու, այնց որ նույնիսկ եթե մի բան այն չի, մեր դուրը գալիս է սա, լավ է։ Դե ուրեմն 1 տարի թողնում լինի ձեր հետ, շատ լավ, շնորհակալ եմ մեր այսօրվա քննարկման համար։ Նաև ճիշտ է ասում, որովհետև մարտը շրջանա, որ դեպի ամառ, երբ որ արև է, բոլորը ուզում են ավելի շատ գան, ավելի շատ փոփոխություններ անեն, այնց որ ստեղ ոնց որ չի սխալվել։ Ջան, մենք ուրախացանք, արհեստական բանականությունը սենց մի հատ ասեց վերջապես, թե չէ դրել է փագում էին ինձ, կլինի մնամ։ Միշտ նոր հանդիպում ձեր բիզնեսին էլ միայն ծաղկում, որովհետև ինչքան հասկանում եմ, մենք նաև կամպուս վերջավորությամբ, հա, դեռ հələ կլսենք տարբեր այլ ոլորտներում ու այդ ոճը ձեր հայտնվելը ցանկացած ոլորտում, երբ որ դուք բերում եք մի հատ նոր գույն, նոր մոտեցում, այսօրվա մեր հայաստանյան բիզնեսին շատ կարևոր է։ Շնորհակալություն։ Merci շատ։